Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերջզգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Արդեն տեղադրված են բեկումնային եւ ճակատագրական օգոստոս ամսվա կանխատեսումները, ով չդիտել անպայման դիտեք այդ շուրջ 1.5 ժամանոց հետաքրքրագույն վիդեոն։ Եվ ամեն շաբաթ սիրելի բարեկամներիս ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մուրակների հետ եւ վիդեոյի վերջում նաեւ կենթանակերպերի կանխատեսումները գալիք շաբաթվա համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքին եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, քիչ անց կներկայացնեմ օգոստոսի երկրորդ շաբաթվա աստղաբանական կանխատեսումներ, այսինքն օգոստոսի 10-ից 16 են կա ժամանակահատվածի կանխատեսումները։ Իսկ այժմ նախ ուրախ լուր հայտնեմ, սիրելի բարեկամներ, վերջապես դուք հնարավորություն կունենաք ինձ տեսնել անձամբ։ Ես վերադառնում եմ Հայաստան, սիրելի բարեկամներ, եւ իհարկե հնարավորություն կլինի արդեն այց կազմակերպենք, այսինքն գաք այցի, ոչ միայն օնլայն կազմակերպենք խորհրդատվությունը, ինչպես մինչ այժմ էր, քանի որ գտնվում է արտերկրում։ Օգոստոսի 25-ից սիրելի բարեկամներ, դուք հնարավորություն կունենաք ինձ տեսնելու անձամբ եւ անձամբ լսելու հենց ձեզ անձամբ վերաբերվող գերջզգրիտ կանխատեսումները, որոնք հիմնված են ոչ միայն արևմտյան աստղաբանության, նաև բացի աստղաբանության, չինական աստղաբանությունն է ներառում իմ խորհրդատվությունը, որը գերջզգրիտ է, շատ բացառիկ մանրամասնություններ են բացի միջոցով ներկայացնում ձեր անցյալից եւ ապագայի մասին շատ ճշգրիտ կանխատեսումներ եմ անում։ Նաև խիրոմանցիա, ձեռնազննություն, սիրելի բարեկամներ, որը նույնպես շատ ճշգրիտ հստակ արտացոլում է մարդկային կյանքի ողջ ընթացքը, նրա զարգացումը, վերիվարումները եւ նաև խորհուրդներ եմ տալիս, թե ինչ անել, որպեսզի դուք հասնեք ձեր ցանկալի արդյունքի, այսինքն ապրեք ավելի երջանիկ, ներդաշնակ, բարեկեցիկ եւ ուրախ կյանքով, սիրելի բարեկամներ, եւ այժմ արդեն հայտարարում եմ, սիրելի բարեկամներ, 50% զեղչ այցի համար այժմ օնլայն խորհրդատվության զեղչերը ավարտվում են, սիրելի բարեկամներ, եւ օգոստոսի 25-ից 50% զեղչ եմ հայտարարում այցի համար, սիրելիներս, եւ արդեն իսկ կարող եք հերթագրվել, որովհետեւ շատ-շատերը արդեն իսկ հերթագրվել են, արդեն բավականին մեծ հերթ է ձևավորվել օգոստոսի վերջի համար, այնպես որ շտապեք, ես որոշեցի նաև զեղչել այցը 50%-ի չափով, որպեսզի գիտեմ, որ բոլորդ շատ ցանկանում եք ինձ տեսնել անձամբ եւ անձամբ լսել այդ գերջզգրիտ կանխատեսումները եւ խորհուրդները, իմ խորհուրդները ոչ միայն վերաբերվում են արևմտյան աստղաբանության, նաև ջոթիշ, հնդկական աստղաբանությունից շատ հետաքրքիր խորհուրդներ կտամ ձեզ, նաև թվագիտության են վերաբերվում, ֆենշույ, չինական գիտությանը, չինական մետաֆիզիկայի այլ ոլորտներից խորհուրդներ կտամ, նաև բացի, ոչ միայն բացի, չինական աստղաբանության, նաև ցիմինդունսիա եւ այլ ոլորտներից, սիրելի բարեկամներ, ինչպես ինչ փոխել ձեր կյանքում, որպեսզի դուք հասնեք ձեր ցանկալի արդյունքի, վերջապես աստղաբանի այսպես
առաքելությունը ոչ միայն նրանում է կանում, որպես ասել, քո հետ լինելու է այս բաները եւ վերջ եւ կետը դնել, ոչ։ Աստղաբանի մեծագույն այսպես առաքելությունը կանում է նրանում, որպեսզի մարդուն ուղղորդի դեպի իր ցանկալի կյանքը, դեպի իր լավագույն տարբերակը, իր ճակատագրի լավագույն տարբերակը։ Ես այդպես եմ կարծում, խորապես համոզված եմ, որ դա այդպես է, որ մենք բոլորս կարող ենք շատ ավելի բարելավել մեր կյանքը, հաղթարել ցանկացած խոչընդոտ, դժվարություններ, որտեղ բոլորիս կյանքում լինում են այդպիսի պահեր, երբ մտածում ենք, ահա մենք անիծյալ ենք, մենք դժբախտ ենք, ոչ ոքի հետ այդպիսի բարդ իրավիճակ տեղի չունեցել, մեր հետ է միայն դա տեղ ունենում, բայց իհարկե ոչ, երկրի մորակի եւ մարդկության ճակատագրի ընթացքում մարդկության այսպես բազմահազարանոց միլիոնավոր տարիների պատմության ընթացքում իհարկե միլիոնավոր այդպիսի ճակատագրեր են եղել, սիրելի բարեկամներ, ձեզ վստահեցնում եմ, միլիոնավոր այդպիսի դեպքեր լրիվ նույնությամբ, ինչպես որ ձեր կյանքում, սիրելի բարեկամներ, պարզապես դուք դա չգիտեք, դա ամբողջ միլիոնավոր տարիներ նույնը կրկնվում է, սիրելի բարեկամներ, նույն մորակները շարունակում են իրենց շրջապտույտը, նույն աստղերը շարունակում են իրենց շրջապտույտը եւ միևնույն իրադարձություններն են տեղի ունենում, այնպես որ մի մտածեք, որ գտնվում եք անելանելի վիճակում, եթե բարդ իրավիճակում եք, միշտ հիշեք, որ անպայման կա ելք, անհնարին ոչինչ չկա, սիրելի բարեկամներ, եթե իհարկե փոխենք մեր մտածելակերպը եւ ճիշտ կառավարենք մեր ճակատագիրը, որովհետև ի վերջո մենք ենք որոշում եւ կառավարում մեր ճակատագիրը, եթե վերաբերվում ենք այսպես գիտելիքներով, իմացությամբ, եթե հետևում ենք աստղաբանի խորհուրդների, այնպես որ անպայման գրանցվեք, սիրելի բարեկամներ, դուք արդեն կարող եք սկսել գրանցվել այցի համար, նախապես գրանցվեք, որովհետև շատ մեծ հերթ է օգոստոսի վերջի համար արդեն ձևավորվել, ես շատ կարճ ժամանակ եմ լինելու Հայաստանում, մոտ 1 ամսվա ընթացքում եմ լինելու, այնպես որ որոշեցի անպայման դրա մասին ձեզ հայտնել, որպեսզի դուք կարողանաք այսպես ժամանակին գրանցվել եւ բաց չթողնել այդ բացառիկ հնարավորությունը տեսնել ինձ եւ ստանալ այն բացառիկ ճշգրիտ գիտելիքները, որը ես իհարկե տարիներ շարունակ ուտակել եմ, վերլուծել եմ, ստուգել եմ, ես այսպես միայն ճշգրիտ ստուգված ինֆորմացիաներ եւ տեղեկատվություններ, կյանքը փոխելու, ճակատագիրը փոխելու ճշգրիտ մեթոդներ եմ առաջարկում, որից դուք անպայման կստանաք արդյունքը, եթե հետևեք իմ բարի խորհուրդներին։ Անպայման բաժանորդագրվեք արդեն այցի համար, 50% զեղչ է գործում, 50%-ի չափով զեղչը պահպանվում է նաև իմ մոգական բոլոր ծառայությունների համար, այնպես որ կյանքը փոխելու, ճակատագիրը բարելավելու բազմաթիվ եղանակներ կան, սիրելի բարեկամներ, եւ մի կարծեք, որ անհնարին է, ամեն բան հնարավոր է, եթե ձգտեք անպայման, ցանկանաք անպայման փոխել ձեր կյանք, անպայման հասնել հաջողության, դա կլինի 100%-ով, դա հաստատ իմացեք, սիրելի բարեկամներ։ Ահա այսքանը իբրև ներածություն, իսկ այժմ ներկայացնեմ գալիք շաբաթվա աստղաբանությունը։ Գալիք շաբաթ, սիրելի բարեկամներ, այսինքն օգոստոսի 10-ից 16 ընկած ժամանակահատվածը սկսվում է այդ բարդ շրջանը, որովհետև օգոստոսի 12-ին բացվում է խավարումների ամառային միջանցքը, որը կտևի 2 շաբաթ եւ կփակվի օգոստոսի 28-ին լուսնի, կսկսվի արևյան բողջական խավարումով օգոստոսի 12-ին եւ կփակվի օգոստոսի 28-ին լուսնի մասնակի խավարմամբ։ Եվ իհարկե սա հենց այդ բեկումնային եւ ճակատագրական օգոստոսի եւ կարելի ասել ամբողջ տարվա գագաթնակետն է լինել, դեռ 26 թիվը բավականին բարդ ճակատագրական հրեղենձյուտ տարին, դրանք միշտ բարդ ճակատագրական եւ բեկումնային են եղել ամբողջ պատմության ընթացքում։ Պես որ շատ կարևոր է նաեւ գալ խորհրդատվության, նաեւ հետեւել խորհուրդներին այդ շրջանում
խավարումների շրջանում կարևոր որոշում, ճակատագրական որոշումներ չկայացնել, ինչ որ պայմանագրեր չստորագրել կամ կյանքի հետ կապված ճակատագրական որոշումներ չկայացնել, որովհետև հետագայում հնարավոր է այնպիսի փոփոխություններ, որը դուք չեք նախատեսել եւ այլևս չեք կարողանա բեկել իրավիճակը, դուրս գալ այդ փակ շրջանից, այնպես որ սա հիշեք եւ անպայման այսպես երբ ցանկություն կառաջանա հենց հիմա սկսել ինչ որ գործ, հենց հիմա ամուսնանալ, հենց հիմա նշանվել, հիշեք, որ խավարումների միջանցքի ընթացքում դա անցանկալի է, դա խիստ անբարենպաստ է, որտեղ հնարավոր են ամեն տեսակ իհարկե բեկումնային զարգացումներ։ Սա իհարկե վերապահումներով, որովհետև կան մարդիկ, ովքեր իրենք են ծնվել խավարումների միջանցքից ներս, օրինակ ես ծնվել եմ լուսնի եւ արևի խավարումների հենց արանքում եւ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ծնվել են խավարումների միջանցքից ներս, հենց այն նրանց համար իսկապես բախտորոշ է եւ իսկապես հնարավորություն են ստեղծում այս շրջանից խավարումների միջանցքի շրջանները, որպեսզի նրանք կարողանան իրենց կյանքը արմատապես 180 աստիճանով փոխել։ Բայց իհարկե խիստ վերապահումներով դա պետք է վերլուծել ըստ ձեր քարտեզի, սիրելի բարեկամներ, այսինքն պետք է նայել ձեր անհատական քարտեզ աստղաբանական, նոր ինչ որ համապատասխան խորհուրդներ տալ կամ ինչ որ որոշումներ կայացնել։ Սիրելի բարեկամներ, գիտեք, որ հենց ամսին երեկոյան արդեն 20-28 րոպեին Մերկուրին արդեն մուտք է գործել առյուծ եւ այնտեղ կմնա մինչեւ օգոստոսի վերջը։ Իսկ բավականին լարված օր է մեզ մոտ օգոստոսի 8-ը երկուշաբթին 11:30 րոպեին Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կկազմի չարաբաստիկ Սատուրն մոլորակի հետ, որը 14 աստիճան խոյ կենդանակերպում է եւ լուսինը լինելու է 14 աստիճան խեցգետին կենդանակերպում։ Իհարկե ողջ օրվա ընթացքում որոշակի էմոցիոնալ լարվածություն, միջանձնային հարաբերությունների միջև մարդկանց միջև փոխհարաբերություններն են լարված լինելու, սառնություն միջանձնային փոխհարաբերություններում, բարդություններ փոխըմբռնման մեջ, դեպ Սատուրնը ամեն բան սառացնում է, նեղացնում է, փոքրացնում է, բայց լուսինը իհարկե խեցգետնում բավականին հզոր է, այնպես որ ֆատալ, ինչ որ շատ բարդ հետևանքներ դա չի ունենալու, ամեն դեպքում օգոստոսի 10-ին հատկապես ցերեկը ինչ որ կարևոր բանակցություններ, պայմանագրեր, գործնական հանդիպումներ մի ծրագրեք։ Բավական հետաքրքիր օր է մեզ մոտ եւ ընդհանուր առմամբ բարենպաստ օգոստոսի 11-ը ցերեկը Երևանի ժամանակով 12:37 րոպեին օգոստոսի 11-ին արդեն Մարս մոլորակը ակտիվության էներգիայի գործողության մոլորակ Մարսը մուտք կգործի խեցգետին կենդանակերպ, որտեղ նա կմնա մինչև սեպտեմբերի 28։ Իհարկե խեցգետինը թույլ դիրք է Մարս մոլորակի համար եւ այստեղ որոշակի խնդիր է առաջանում, որովհետեւ Արեգակը, Յուպիտերը հզոր առյուծ կենդանակերպերում, նաեւ Մերկուրին է մուտք գործել առյուծ կենդանակերպ, որը տալիս է մեծ ամտությունը, սեփական բարձր մեծ նշանակության այսպես զգացողություն է տալիս, բայց մյուս կողմից թույլ Մարսը ընկճում է, ընկճախտով է ստիպում ձեզ տառապել, այսինքն առաջանում է որոշակի լարվածություն այս տեսանկյունից։ Այստեղ Մարսը եւ Սատուրնը գիտեք ղեկավարում է ճակատագիրը, Մարսը դա մեր քայլերն են, գործողություններն են, մեր էներգիան է, որով մենք ցանկանում ենք այդ գործողությունը կատարել, ցանկանում ենք ընդգծել օգոստոսի ընթացքում մեր բարձր դերը, նշանակությունը, մեր, չգիտեմ, ստատուսը, կարգավիճակը, առյուծը սիրում այդ կարգավիճակը, որ նրան անպայման նկատեն, նրան անպայման բարձր գնահատեն, իսկ Մարսը ընդհակառակը խեցգետնում ընկճախտով է տառապում, փակվում է, նեղացկոտ է դառնում ավելի շատ, սա օգոստոս ամսվա ամենաբարդ, այսպես էմոցիոնալ խնդիրն է լինելու։ Համենայն դեպս օգոստոսի 11-ից հետո։ Իսկ 12:37 րոպեին գրեթե միաժամանակ լուսինը մուտք կգործի առյուծ կենդանակերպ, սիրելի բարեկամներ, այսպես ավելի ընդգծելով այդ
մեծամտությունը, բարձր դիրք ունենալու այդ ամբիցիաները, բոլոր նկրտումները, պես որ սա հենց օգոստոսի 11-ից շատ ցայտուն կդրսևորվի այս հակասությունը Մարսի խեցգետում գտնվելու եւ առյուծում մուրակային կուտակման 17:40 րոպեին Լուսինը կմիանա Մերկուրի մոլորակին, սիրելի բարեկամներ, 3 աստիճան առուց կենթանակերպում իսկ 19:03 րոպեին Լուսինը կդիմակայ Պլուտոն մոլորակին 3 աստիճան առյուծում գտնվում է Լուսինը եւ 3 աստիճան ջրհոսում գտնվելու է Պլուտոնը։ Նու սա բավականին լարված դիրք է, որովհետեւ Լուսինը դա սովորական ժողովուրդն է, մեր բոլորի էմոցիոնալ, այսպես ապրումները եւ Պլուտոնը ավերիչ, ինչ որ ռազմաքաղաքական որոշումները, որոնք կայացվում է համաշխարհային կառավարության կողմից, հենց խորհրդանշում է Պլուտոնը։ Եվ ահա նրանք բախվում են, որը առաջացնելու է լարվածություն, հասարակ ժողովրդի վախը, անդեմ, չգիտեմ, ինչ որ ագրեսիվ համաշխարհային այդ կառավարության ուժերի դեմ։ 19:20 իհարկե արդեն դեպի ժամը 8-ը 19:20 րոպեին Երևանի ժամանակով իրավիճակը բարելավելու է Լուսինը եռանկյունի կկազմի 19:20 րոպեին Երևանի ժամանակով Նեպտուն մոլորակի հետ անորոշության մոգության միստիկայի մոլորակ Նեպտունը 4 աստիճան խոյ կենթանակերպում է Լուսինի 4 աստիճան առյուծում։ Ու սա շատ բարենպաստ է նաև ապագան տեսնելու համար, ինչ որ կանխատեսումներ անելու համար։ Երեկոն բավականին ներդաշնակ է, մեզ մոտ 20:36 րոպեին Երևանի ժամանակ օգոստոսի 11-ին Լուսինը գեղեցիկ 6 անկյուն կազմի Վեներա մոլորակի 4 աստիճան կշերքում Վեներան եւ 4 աստիճան առոց կենթանակերպում Լուսինը, իսկ 21:19 րոպեին Լուսինը 6 անկյուն կկազմի նաև Ուրանի հետ 5 աստիճան երկորակներում անսպասելի փոփոխությունների մոլորակ հեղափոխական Ուրանը եւ 5 աստիճան առյուծում գտնվում է Լուսինը եւ այսպես բիսեքստիլ է ձևավորվում եւ նաեւ շատ հետագես կասեին նաև տրապեցիա, այստեղ Վեներա, Նեպտուն, Լուսին եւ Ուրան տրապեցիա է ձևավորում, իհարկե տրապեցիան ոչ միշտ բարենպաստ մորակային փոխհարաբերություն է, ամեն դեպքում երեկոն ավելի ներդաշնակ կլինի, քան օրվա սկիզբը։ Կարող եք երեկոյան ժամը 8-ի մոտակայքում ավելի շատ հանդիպել ընկերական միջավայրում, լավ է կանանց հետ հարաբերությունները կարգավորելու համար, կանանց միջև հարաբերությունները կարգավորելու համար բարենպաստ է։ Իհարկե շաբաթվա ամենալարված եւ բարդ օրը լինելու օգոստոսի 12-ը, երբ տեղի կունենա արևի ամբողջական խավարումը։ Բայց նախ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը Երևանի ժամանակով ժամը 4-ին Լուսինը կմիանա մեծ երջանկության մոլորակ Յուպիտերի հետ, որը գտնվում է 9 աստիճան առյուծում։ Ու իր գիշերը կարող է շատ ինչ որ հաճելի երազներ տեսնեք, ինչ որ ոգեշնչող, ոգևորող երազներ տեսնեք, բայց ցերեկը արդեն 12:28 րոպեին Լուսինը եռանկյունի կկազմի Սատուրն մոլորակի հետ 14 աստիճան խոյ կենթանակերպում գտնվում է Սատուրնը եւ 14 աստիճան առյուծում Լուսինը։ Ու իհարկե բոլոր այդ չար մորակների հետ Լուսնի փոխհարաբերությունները անգամ բարենպաստ որոշակի լարվածություն կարող են առաջացնել եւ բերել։ Բայց ամենալարված շրջանը իհարկե կլինի երեկոն Երևանի ժամանակով 21:36 րոպեին կկայանա օգոստոսյան նորալուսինը, Լուսինը կմիանա 21:36 րոպեին Արեգակին 20 աստիճան առյուծ կենթանակերպում, իսկ 21:45 րոպեին կկայանա արևի ամբողջական խավարումը իհարկե մեր տարածաշրջանում, այսինքն Հայաստանում եւ ընդհանրապես այդ հարակից շրջաններում այս խավարումը չի երևա, որտեղ երեկոյան բնականաբար արդեն արևը մայր մտած կլինի եւ չի երևա խավարումը, թե որտեղ կերևա արևի ամբողջական խավարումը, դրա մասին դիտեք ավելի մանրամասն օգոստոս ամսվա կանխատեսումներում, շատ մանրամասն այդտեղ ներկայացնում եմ, այնտեղ հատկապես բացի սառուցյալ հյուսիսային սառուցյալ օվկիանոսից, այնտեղ նաեւ Ատլանտյան օվկիանոսում
երևալու են նաև Եվրոպայի հյուսիսում, նաև Իսպանիայում, Ֆրանսիայի հարավում, ամբողջական խավարումը երևալու է եւ հատկապես այդ տարածաշրջաններում խավարման պահին իհարկե երեկոյան ժամերին գտնվել փողոցում խիստ անցանկալի է, որտեղ որ երևում է, որտեղ որ չի երևում, դուք կարող եք իհարկե ցերեկային ժամերին գտնվել փողոցում, բայց աշխատեք երեկոյան շատ դուրսը չլինել ամեն դեպքում ձեր ապահովության համար, որովհետև գիտեք, որ եթե տեսնեք խավարումը, ապա այնքան ժամանակ, ինչքան որ կտևի այդ խավարումը, այնքան ժամանակ կզրկվեք հաջողությունից, սիրելի բարեկամներ։ Օգոստոսի 13-ը բարեխառն օր է, մի փոքր լարված անցկացնի օգոստոսի 13-ի երեկոն 14:17 րոպեին Երևանի ժամանակով օգոստոսի 13-ին լուսինը մուտք կգործի կույս կենդանակերպ եւ 16:43 րոպեին 6 անկյուն կկազմի Մարս մորակի հետ 1 աստիճան խեցգետնու Մարսն եւ 1 աստիճան կույս կենդանակերպում գտնվելու է լուսինը։ Նու սա լավ է ֆիզիկական ակտիվության համար այսօրը, բայց արդեն բական լարված մուրակային փոխհարաբերություն կլինի 23:23 րոպեին օգոստոսի 13-ին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Ուրան մորակի հետ 5 աստիճան երկորյակներում արդեն Ուրանն է եւ 5 աստիճան կույս կենդանակերպում կլինի լուսինը։ Իհարկե սա բարդ մորակային փոխհարաբերություն, լարվածություն, հնարավոր են ինչ-որ պատահարներ ճանապարհներին, շատ զգուշ եղեք, կապի խափանումներ, հոսանքի խափանումներ, ամեն տեսակ անսպասելի զարգացումներ են հնարավոր օգոստոսի 13-ի երեկոյան։ Օգոստոսի 14-ը միևնույն դիրքում է լինելու լուսինը կույս կենդանակերպում եւ որևիցե փոխհարաբերություն չունի այլ մորակներ։ Օգոստոսի 15-ին 18:20 րոպեին լուսինը մուտք կգործի կշեռ կենդանակերպ եւ 23:36 րոպեին արդեն լարված քառակուսի կառաջացնի Մարս մորակի հետ 2 աստիճան խեցգետնու Մարսն եւ 2 աստիճան կշեռքում լուսինը նույնպես բավականին լարված անցնել օգոստոսի 15-ի երեկոն որևիցե կոնֆլիկտային իրավիճակի մեջ մի մտեք, սիրելի բարեկամներ, զգուշացեք ինչ-որ ագրեսիվ պահվածք ունեցող մարդկանցից, այդպես շատ մի փորձեք հարաբերություններ պարզել ագրեսիվ մարդկանց հետ, դեռ դա ավելի կբարդացնի իրավիճակը։ Բարեխառն օր է, մեզ մոտ շատ հետաքրքիր օր է օգոստոսի 16-ը կիրակին, օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը 1:12 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Պլուտոն մորակի հետ, որը գտնվում է 3 աստիճան ջրհոսում եւ 3 աստիճան կշեռքում լուսինն է։ Նույն գիշերը 1:32 րոպեին լուսինը կդիմակայի Նեպտուն մորակի հետ 4 աստիճան խույ կենդանակերպում Նեպտունն է եւ 4 աստիճան կշեռքում լուսինն։ Սա նշանակում է, որ մղձավանջային երազներ են հնարավոր 15-ի լույս 16-ի գիշերը, առավոտը նույնպես շատ անսպասելի զարգացումներ են հնարավոր 4:04 րոպեին վաղ առավոտյան օգոստոսի 16-ին լուսինը նախ գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Ուրան մորակի հետ 5 աստիճան երկվորյակներում Ուրանն եւ 5 աստիճան կշեռքում լուսինն է։ Իսկ 11:10 րոպեին արդեն լուսինը կմիանա Վեներայի հետ։ Օրվա ընթացքում բավականին ներդաշնակ են մորակային փոխհարաբերությունները 9 աստիճան կշեռ-կենդանակերպում կմիանան լուսինը եւ Վեներան, որը բարենպաստ է կանանց միջև փոխհարաբերություն, կանանց հետ փոխհարաբերությունները կարգավորելու համար եւ ընդհանրապես ընկերական ուրախ հանդիպումների համար լավ է։ 13:05 րոպեին լուսինը 6 անկյուն կառաջացնի Յուպիտեր մորակի հետ 10 աստիճան առյուծում գտնվում է Յուպիտերը եւ 10 աստիճան ուրեմն կշեռքում լուսինն է 16:19 րոպեին լուսինն է 6 անկյուն կառաջացնի Կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրի է 12 աստիճան խոյ առյուծ կենդանակերպում Մերկուրին է եւ 12 աստիճան կշեռքում գտնվում է լուսինը։ Սա լավ է մարդկային փոխհարաբերությունների, հանդիպումների, ինչ-որ առևտրի համար, թե կարևոր նշանակության ապրանքներ ունեք առնելու ամսի 16-ի ցերեկը շատ բարենպաստ է, բայց զգուշացեք կրկին երեկոն խիստ լարված կլինի 20:27 րոպեին օգոստոսի 16-ին լուսինը կդիմակայի Սատուրն մորակի 14 աստիճան խոյ կենդանակերպում Սատուրնն եւ 14 աստիճան կշեռքում գտնվում է լուսինն։ Իհարկե սա բավական լարված է, լարված մորակային փոխհարաբերություն է, էմոցիոնալ լարվածություն, սառնություն,
կոնֆլիկտային իրավիճակներ, մարդիկ կհեռանան իրարից փոխանակ միանան եւ չփորձեն կարգավորել հարցերն ու խնդիրները։ Ամեն դեպքում այսպիսին է գալիք շաբաթը լինելու, բավականին բաց շաբաթ է, քանի որ նախ բացվում է խավարումների ամառային միջանցքը օգոստոսի 12-ին եւ լուսինը սկսելու է աճել, այնպես որ զգուշացեք ինչ որ շատ կտրուկ կարևոր որոշումներ կայացնելուց, քանի որ աճող լուսնի ժամանակ հենց կաճեն բոլոր այն զարգացումները, դեպքերը, որոնց սկիզբը դուք կդնեք խավարումից հետո, այսինքն եթե դուք ինչ-որ բացասական քայլեր կատարեք, դա ավելի շատ բացասական զարգացումների կբերի հետագայում, կամ ինչ-որ սխալ քայլեր կատարեք, բացասական հարաբերական, այսինքն սխալ քայլ եք կատարում, դա հետագայում ավելի կխորացնի այդ սխալներն ու խնդիրները, այնպես որ շատ պետք է զգուշ գործել գալիք շաբաթվա ընթացքում, բարդ շրջան է սկսվում օգոստոսի 15-ից հետո հատկապես եւ պետք է շատ աշխատել հենց այդ ճակատագրական բացասական ինչ որ զարգացումները կասեցնելու կամ գոնե թեթևացնելու ուղղությամբ։ Դրա համար պետք է իհարկե դիմել մասնագետի եւ ես ձեզ կհուշեմ թե ինչպես դա անել։ Սիրելի բարեկամներ, իսկ այժմ ներկայացնեմ թե ինչ է սպասվում կենդանակերպերին օգոստոսի 10-ից 16-ին ժամանակահատվածում։ Պատրաստ եք։ Սիրելի խոյեր, բարի խառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթ օգոստոսի 10-ից 11-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով եւ խնդիրներով, հնարավոր է տան առքուվաճառ։ Օգոստոսի 11-ից 13-ը սիրելի խոյակներ զբաղվելու եք ձեր երեխաներով, հաճույքներով, բարենպաստ հանգստի համար, նաև բիզնեսի համար այդ օրերը։ Օգոստոսի 13-ից 15-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով, նաև առողջության հետ կապված հարցերով, իսկ 15-ից 16-ը զգուշացեք սիրելի խոյեր ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները, եթե դրանք չանան։ Սիրելի ցլակներ, բարեխառն է անցնելու նաև ձեզ համար գալիք շաբաթ օգոստոսի 10-ից 11-ը կարճ ճանապարհ, հետաքրքիր հանդիպումներ, լավ տեղեկատվություն ձեր մոտակա մերձավոր բարեկամներից, քույրերից, եղբայրներից եւ նաև հարևանների հետ կապված։ Սիրելի ցլակներ, օգոստոսի 11-ից 13-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով եւ խնդիրների կարգավորմամբ։ Օգոստոսի 13-ից 15-ը կրկին զբաղվելու եք ձեր երեխաներով, հանգստի համար է լավ, նաև բիզնեսի համար են բարենպաստ այդ օրը։ Օգոստոսի 15-ից 16-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային խնդիրներով, կենցաղային հարցերով եւ առողջության հետ կապված հարցերով։ Երկորակների համար բարենպաստ եւ բարեխառն է գալիք շաբաթը, սիրելի երկորակներ, օգոստոսի 10-ից 11-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու 11-ից 13 օգոստոսի կարճանապար եք գնալու, լավ լուրեր եք ստանալու, հետաքրքիր հանդիպումներ են հնարավոր այդ օրերին։ Օգոստոսի 13-ից 15-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է նաև ինչ-որ փաստաթղթեր տան հետ կապված ձևակերպեք կամ տան արդեն առքուվաճառք լինի։ Օգոստոսի 13-ից 15-ը արդեն ասեցինք տան ընտանիքի, 15-ից 16-ը զբաղվելու եք երեխաներով, բարենպաստ է հանգստի, հաճույքների եւ բիզնեսի համար։ Բարենպաստ է անցնելու գալիք շաբաթը խեցգետինների համար, սիրելի խեցգետնակներ, օգոստոսի 10-ից 11-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Օգոստոսի 11-ից 13-ը լուծեք ֆինանսական բնույթի խնդիրներ եւ հարցեր, գումար եք ստանալու։ 13-ից 15-ը կարճ ճանապարհ, որի ընթացքում լավ լուրեր եւ հետաքրքիր հանդիպումներ, իսկ օգոստոսի 15-ից 16-ը տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերի խնդիրներ, նաև հնարավոր է անշարժ գույքի առք կամ վաճառք։
Սիրելի առուցակներ, բարի խառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթ օգոստոսի 10-ից 11-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, այնպես որ զգուշ եղեք սիրելի առուսներ։ Օգոստոսի 11-ից 13-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ։ Լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Օգոստոսի 13-ից 15-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, իսկ 15-ից 16-ը կարճ ճանապարհ, որի ընթացքում հետաքրքիր հանդիպումներ են հնարավոր եւ լավ լուրեր։ Բարի խառն է անցնելու գալիք շաբաթը նաեւ կույս կենթանակերպի տակ ծնվածների համար։ Սիրելի կույսակներ, օգոստոսի 10-ից 11-ը կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքը եւ ցանկությունը։ Լավ լուրեր եւ կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխաները, լավ է նաեւ on-line բիզնեսի համար այս օրերը։ Օգոստոսի 11-ից 13-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Օգոստոսի 13-ից 15-ը զբաղվեք սիրելի կույսակներ ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմից 15-ից 16-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու սիրելի կսրքակներ։ Բարի խառն է անցնելու նաև ձեզ համար գալիք շաբաթ օգոստոսի 10-ից 11-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար պետական դրան հետ կապված, փաստաթղթերի, աշխատանքի, պաշտոնի հետ կապված կամ հետաքրքիր գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն եք ստանալ։ Օգոստոսի 11-ից 13-ը կուրախացնեն ձեր չափահաս երեխաները, կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը եւ նաև հնարավոր է ինչ-որ հետաքրքիր հանդիպում ընկերական միջավայրում։ Օգոստոսի 13-ից 15-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ 15-ից 16-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Բարի խառն է անցնելու նաև կարիճների համար գալիք շաբաթ օգոստոսի 10-ից 11-ը հնարավոր է ճամփորդություն կամ լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Օգոստոսի 11-ից 19-ը գործնական շատ կարևոր հարց է լուծվելու ձեզ համար պետական դրան հետ կապված, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված կամ ինչ-որ հետաքրքիր առաջարկություն կստանաք։ Օգոստոսի 13-ից 15-ը կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, նաև կուրախացնեն ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է նաև on-line բիզնեսի համար։ Իսկ 15-ից 16-ը սիրելի կարիճակներ ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք։ Ինչ վերաբերվում է աղեղնավորներին, նույնպես բարի խառն է անցնելու գալիք շաբաթ աղեղնավորների համար։ Օգոստոսի 10-ից 11-ը էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, զգուշ եղեք ճանապարհներին առողջության հետ կապված, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք սիրելի աղեղնավորներ։ Օգոստոսի 11-ից 13-ը կարճ ճանապարհ, երկար հնարավոր է ճամփորդություն, լավ լուրեր արտասահմանից կամ նվեր։ 13-ից 15-ը օգոստոսի կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված, նաև հետաքրքիր հնարավոր է գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն։ Օգոստոսի 15-ից 16-ը կիրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ է նաև on-line բիզնեսի համար։ Արտեղջուրների համար բարդ եւ բարեխառն է անցնելու գալիք շաբաթ օգոստոսի 10-ից 11-ը զգուշացեք սիրելի եղջյուրներ ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախ ունեցեք, որտեվ հետո եթե փչացնեք վերջնական հարաբերությունները դժվար կլինի վերականգնել։ Օգոստոսի 11-ից 13-ը էքստրեմալ իրավիճակներ, խնդիրներ ճանապարհներին, առողջության հետ կապված բարդություններ եւ մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրերին։ Օգոստոսի 13-ից 15-ը հնարավոր է ճամփորդություն, հեռավոր ճամփորդություն հանգստի համար։ Թարմպես օգոստոսը ես նաև օգոստոսին նվիրված այդ երկար վիդեոում նույնպես ասում եմ, որ ավելի բարենպաստ է հանգստի համար, քան ինչ-որ շատ կարևոր բախտորոշ քայլեր, որոշումներ, գործ սկսելու համար, պես որ դա նույնպես հաշվի առեք սիրելի բարեկամներ։ Օգոստոսի 15-ից 16-ը սիրելի այդ եղջյուրներ կիրագործվի ձեր ամենակարևոր գործնական խնդիրը, պետական դրան հետ կապված կլուծվի այդ հարցը, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի, պաշտոնի հետ կապված կամ հետաքրքիր անձնական կամ գործնական բնույթի առաջարկություն կստանաք։
Սիրելի ջրհոսակներ, բարեխառն եւ բարդ է անցնելու գալիք շաբաթը նաեւ ձեզ համար օգոստոսի 10-ից 11-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային, կենցաղային եւ առողջական բնույթի խնդիրներ եւ հարցեր։ Օգոստոսի 11-ից 13-ը զգուշացեք, սիրելի ջրհոսակներ, ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Օգոստոսի 13-ից 15-ը էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, առողջական խնդիրներ, ճանապարհներին պետք է զգուշ լինել, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրերին հատկապես։ Օգոստոսի 15-ից 16-ը հնարավոր է ճամփորդություն, լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Եվ վերջապես ձկնիկների համար նույնպես բարեխառն է անցնելու գալիք շաբաթը օգոստոսի 10-ից 11-ը շատ լավ է զբաղվել երեխաներով, հանգստով, հաճույքի համար է լավ, բիզնեսի համար է լավ։ Օգոստոսի 11-ից 13-ը աշխատանքի հետ կապված հարցեր եք լուծելու, ընթացիկ կենցաղային խնդիրներ եւ առողջության հետ կապված հարցեր։ Իսկ օգոստոսի 13-ից 15-ը զգուշացեք, սիրելի ձկնակներ, ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որովհետեւ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Իսկ օգոստոսի 15-ից 16-ը զգուշացեք զանազան էքստրեմալ իրավիճակներից, ճանապարհների վրա առողջության հետ կապված եւ մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք։ Ահա այսպիսին է լինելու գալիք շաբաթը, սիրելի բարեկամներ, օգոստոսի 10-ից 16-ը ընկած ժամանակահատվածը։ Անպայման շտապեք գրանցվել այցի, սիրելի բարեկամներ, օգոստոսի 25-ից արդեն հասանելի կլինի այցը, կարող եք ինձ տեսնել եւ տեղեկանալ, թե ինչ է ձեզ սպասվում, ինչպես անել, որ բարելավել ճակատագիրը եւ այցի համար հիշեցնեմ, որ կրկին 50% զեղչ է սահմանվում, զեղչը on-line խորհրդատվության արդեն չի գործելու այդ ժամանակ, այնպես որ համեցեք խորհրդատվության։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանների իմ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև աստրոմագիա եւ թալիսմանների իմ երկրորդ մոգական ալիքին, որտեղ գրեթե ամեն օր լույս են տեսնում նոր աղաղակարգեր, մախոսություններ, զանազան մոգական հնարքներ, որոնք օգնեն ձեզ հաղթարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել ավելի ներդաշնակ, երջանիկ եւ բարեկեցիկ կյանքով։ Հետևեք ինձ նաև Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում եւ Instagram-ում, սիրելի բարեկամներ, եւ ասեցի արդեն Instagram։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, սիրելի բարեկամներ, կհանդիպենք շատ շուտով, stay tuned։